Ողջույն, Դայնուս կետեմ կայքի հարգարժան այցելուներ։ Այսօր մի քիչ այլ ֆորմատով կաշխատենք, մի պարզ պատճառով, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է, թույլ տվեք այդ կապակցությամբ ջերմագին շնորհավորանքներ ասել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 71-ամյակի կապակցությամբ մաղթել ամենակարևորը քաջառողջություն, որովհետև դեռ անելիքներ շատ կան եւ այնինչ ցավոք սրտի 18 թվականին մեր հասարակությունը չիմացաբար նախնական ուրեմն աշխատանքի արդյունքում, չգիտակցված լինելու արդյունքում եւ այլը մերժեց մեկին, ով եթե այսօր ղեկավարեր Հայաստանը մենք կունենայինք արդեն Արցախի խնդիրը 99%-ով կարգավորված եւ մնացած բոլոր հարցերը կարծում եմ իրանց տեղում դրված չունենք, բայց ես մաղթում եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին քաջառողջություն, որպեսզի մենք ասին դեռ ճանապարհ անցնենք եւ վստահաբար պետք է ասեմ, որ այդ ճանապարհին մենք գալու ենք մի վիճակի, որ ունենալու ենք նորից արժանապատիվ Հայաստան, խաղաղ Հայաստան, ուժեղ բանակ, անվտանգ սահմաններ եւ անպայման նորացված Արցախ։ Արցախ այն տեսքով, ինչ տեսքով ցավոք սրտի հանձնվեց Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարակ ձևով Հայաստանը տարավ պարտության, այդ թեմաների շուրջ էլ այսօր մենք անպայման զրույց ունենալու ենք, բայց հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ իմ հյուրը այսօր Դավիթն է, մեր Դավոն, կամ Դավիթը Մկրտչյան, կամ Դավոն Մկրտչյան, կամ օրինակ մեզանից շատերը գրած է Դավը լավ մարդ, հա, իր հեռախոսի մեջ, եւ որը շատ մտերիմ է, սա բարիս իսկական իմաստով Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև ընտանիքի քավորն է, եւ տնքել է մեր Դավիթի որդուն, դրա համար ես կուզենամ նախ ոսկի իրավունքը տալ Դավիթին, որպեսզի ինքը շնորհավորի Հանրապետության երրորդ նախագահ, տվյալ պարագայում նաև իր ընտանիքի քավոր Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ իր մաղթանքներ ասնի, որից հետո կանցնենք արդեն մնացած թեմաների։ Շնորհակալ եմ, պարոն Իսագուլյան։ Ես էլ եմ միանում եմ շնորհավորանքներին, թեպետ շնորհավորել եմ ես արդեն, այսօր ցանկացած հայրենասեր հայ պարտավոր է շնորհավորի Հայաստանի երրորդ նախագահին, որը ոչ միայն երրորդ նախագահն է, այլ հաղթած նախագահ, սպորապետ Սերժ Սարգսյանին, ու ճակատագիրը նենց անում պարոն Իսագուլյան, որ Սերժ Սարգսյանը նենց արեց ճակատագիր, որ Սերժ Սարգսյանը թոշակի չգնա, էլի, դե ոնց որ 70-ից հետո պետք է մարդիկ գնան թոշակի, բայց Սերժ Սարգսյանի 30 տարվա սաղ կառուցածը քանդեցին, հիմա ինքը նորից պետք է այդ ամեն ինչը կառուցի, ինքը դատապարտված է նորից վերակառուցի այդ ամեն ինչը, նոր հետո գնա թոշակի։ Մաղթել եմ ես այսօր նախագահին, հիմա այստեղից մաղթեմ, որ ես հավատում եմ, վստահում եմ իրան, վստահում եմ, որ իր հրամանատարությամբ մենք վերականգնելու ենք այդ ամեն ինչը ու Սերժ Սարգսյանի ծնունդը չեմ կարող ասենք, որի օր տարեդարձը կլինի դա, բայց ես հավատում եմ ու վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի տարեդարձը մենք նշելու ենք ազատագրված Արցախում ու հաղթանակած Հայաստանում։ Սա եմ ես մաղթել նախագահին ու հավատում եմ դրան։ Դե շատ տարօրինակ երևույթ է, չէ՞։ Ինչ որ բան, որ մարդիկ 18 թվականին ողջավորված կարծեք թե ինչ որ հաղթանակի էին ասել, ինչ որ բոլորը այնտեղ հիշում են մարդիկ, որ այսօր իրենք էլ են հայտարարում, որ իրենք չեն ողջունել Նիկոլի հեղափոխությունը, սուտ էին մտքեր, վերջապես մեր ժողովրդի աչքերին մենք ժպիտ տեսանք, չգիտեմ, կայծ տեսանք աչքերի մեջ, հիմա երբ որ այս պատոհասը եկել է եւ ամեն ինչ ուրեմն ըստ էության քարուքանդ է արել,
շատերը փորձում են ասելու, որ իրենք չէ, այն ժամանակ եւ այլ, հիմա դու այն մարդկանցից ես, ով իսկապես հենց առաջի օրվանից հասկացել է, որ այս պատուհասը գալու է եւ երկիրը քանդի։ Բայց տեսեք, այդ պատուհասը այդ իր ստորություններից հետո հիմա ինչ որ հունիսի 1-ից Վլադիմիր Պիրիմիրի այն Մաուգլի կինոն կա, հա, որ հայտարարում են բանը չորային սեզոն է, ջրային բան, համերաշխության կամ խաղաղության կամ բանի օր, որպեսզի բոլորը գան այդ մի բարակ արվակ է մնացել, արվակի ջուր խմեն, էլի մեկ է Շերխանը խախտում է եւ էլի սպանում է այլոց։ Բայց Պիրիմիրյան, որ հայտարարում է Փաշինյանը, արդյոք նպատակ չունի, որ իր այս սկսած պատերազմը, հիմա իր վիճակը բավականին ծանր է, ինչքան էլ ուզում էին քեզ ուժայինների տարբեր ինստիտուտների միջոցով ուրեմն բանանել, ճնշել ժողովրդին, այսօր Սամվել Կարապետյանի սեփական տարածքից ասում են այդ նկարները իրավունք չունեք կպցնելու։ Բայց գա ձեր տանն ասի դուք հայրիկի նկար իրավունք կպցնելու։ ու Մակրոնն ասում է ժողովրդավարական Հայաստան։ Հասկանում։ Բայց ժողովրդավարական Հայաստանում մարդու նկար ասում են, հա, հերիք չի, մի զաշտո տեղ այդ մարդուն բռնել եք, մի հատ էլ մարդու նկարը լավ ասեցիք, պարոն Իսագյան, իր տան տարածքում ասում են մի կպցրու, ինչի պետքա չկպցնի։ Եթե ժողովրդավարությունն է, ինչի պետքա չկպցնեն նկարը, ինչի պետքա ազատություն չմաղթեն այդ մարդուն, որ հեծն էս տեղը մանման բռնել եք։ Ինչ վերաբերում է 18 թվին, պարոն Իսագյան, դուք էլ եք այն եզակի մարդկանցից, որոնց ես հիշում եմ, այն ժամանակ այնքան քիչ էին, որ պարզ հիշում ենք այն մարդկանց, ովքեր էին կանգնած մեր պետության կողքը ու դեմ այս շարժման։ Այդ մարդիկ շատ քիչ էին, որոնցից մեկն էլ դուք եք։ Բայց ես այդ ժամանակվա մարդկանց տես չեմ մեղադրում, որովհետև մարդը սխալվել են։ Բայց երբ որ մարդը մի բան ունի, այդ ժամանակ չի գնահատում, բայց կորցնելուց հետո էլ որ չի գնահատում, այդ դա արդեն իրոք լուրջ մեղք է, այդ դա արդեն Աստված չի ներում։ Մենք դրա համար ենք մինչև հիմա հələ այսօրին, որովհետև մենք կորցնելուց հետո էլ չենք գնահատում ախր։ 20 թվի պատերազմից հետո բոլորը պետքա գնահատեն այն ինչ որ ունեին մինչև 18 թվականը։ Ու եթե գնահատենք մենք կվերականգնենք այդ ամեն ինչը, բայց 20 թվի պատերազմից հետո մենք շարունակեցինք կորուստները, որտեղ Աստված էլ ես չի տալիս։ Հենց մենակ նրա համար, որ եթե դու մեղք ես գործում, դու պետք է ապաշխարես, քանի դեռ դու չես ապաշխարել, շարունակում ես մեղք գործել, Աստված շարունակել է քեզ պատժել։ 20 թվի պատերազմից հետո, պարոն Իսագյան, ժողովուրդը պետք է կանգնի, գիտակցել ինչա կորցրել։ Հիմա ինչ են ասում մարդիկ, ասում են այդ ձեր ասած շատերը, ասում են մենք 18 թվին ընդեղ չենք եղել, հիմա որ լսես, կարող ասես այս 18 թվին մարդ չի եղել փողոցում, այս բողոքը Մերժե Սերժ Սարգսյանն, ասում են մենք ընդեղ չենք եղել, լավ ընդեղ չեք եղել, բայց դատապարտ է երևույթը, հերիք չի իրանք ասում են մենք ընդեղ չենք եղել, մի հատ էլ ասում են Սերժ Սարգսյանը խիչի ուշք իրարել, խիա իշխանությունը տվել սրանց, արա դուք եք պահանջել, ձեր պահանջն է կատարել, որովհետև հակառակ դեպքում ավելի վատ է լինելու պետության համար։ Այս սա մինչև մեր ժողովուրդը չգիտակցի, պարոն Իսագյան, մենք շարունակում ենք կորուստները, ողբերգությունները։ Պետք է մեր ժողովուրդը գիտակցի, որ սխալվել է, դատապարտի 18 թվի կատարվածը ու հարգանքով վերաբերվի այն մարդու նկատմամբ, ում ծնունդն է այսօր, այն մարդու նկատմամբ, ով որ մեզ պարգևել է այդ հաղթանակները, ով որ եղել է 30 տարվա Հայաստանում, ինչքան էլ թերություն որ ունեցած լինի լավ, ասենք ըստ մարդկանց, թեպետ ես թերություն չեմ համարում, բայց լավ, համարեք ինձ, բայց այն կայուն Հայաստանը, որ կար, անվտանգ Հայաստանը, որ կար, հաղթանակած Հայաստանը, որ կար, անկախ Արցախը, որ կար, դրանում ամենամեծ լուման ունեցել է Սերժ Սարգսյանը, չէ՞։ Բայց այդ մարդուն չգնահատեք հիմա։ Հələ շարունակեք մերժել, այդ դրա համար ողբերգությունները շարունակվելու են։ Ինչքան գնա ու սենց որ գնա մենք պետականություններ ենք կորցնելու։ Սա կասեմ։ Տեսեք, դա այստեղ օրինակ մեկը մեզ նրան ինչապես գրեց, ասում է բավարար Սամվել Կարապետյանի նկարով մայկա հագնեն, պիտի ասեն հանի այդ մայքի։ Կարող է ասեն հանի, չէ՞ տենում որ կարող է ասեն հանի, պարոն Իսագյան, ինչ տարբերություն կա, ասեն հանի։ Ու սա ժողովրդավարական երկիր է, հա։ Ես էլ կպցնում եմ այդ մայկանին, կպցնում եմ իմ տան պատին, կպցնում եմ իմ շենքի պատին, դուրսը դրոշակ բեկալած մանեն գալիս էր ինչ գործ, ժողովրդավարական Հայաստան չի։ Չի, ըստ պեդոֆիլիայի զոհ Մակրոնի է, որի կնիկը իրան երեխայով բռնաբարել է։ Ցավալի գիտեք որ դա որ ახալ Ֆրանսիան իրոք ժողովրդավարական բաստիոն է, բայց ժողովրդավարական բաստիոնի, այսինքն Մակրոնը քանդում արդեն այդ թեկուզ այդ պատկերացումը որ մենք ունենք Ֆրանսիա վերաբերել, էդի քանդում է Մակրոնը։ Ժողովրդավարական Հայաստանում, պարոն Իսագյան, դուք հիմա եք դատվում, հա հենց մեկը դուք։
Աշոտյանի խոսքը խիստ սահմանափակ է։ Կարեք ինձ ցույց տալ մի հատ քաղաքական գործիչ ընդդիմադիր, որ այսօր չի դատվում կամ չի դատվի։ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Էդգար Ղազարյան, սա դատվում եք դուք, Աշոտյան, քիչ են թողում Աշոտյանը։ Երկու սրբազաններ, Սամվել Կարապետյանը բայար մարդը մի հատ խոսքը մեր ձևով, նախ մեր ձևով ես էլ եմ ասում, սաղ էլ ասում, նախ տեսեք այդ ձևը որն է, էդի մեկ, այդ բարի համար բռնի դատում եք մարդուն։ Կամ պարոն Իսահակյան, Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Ես մի քանի անգամ ասել եմ ձեր կապակցությամբ էլ, որ ելնում են իրավիճակը, ասում եմ Իսահակյանը ասել քաղաքական գործիչ է, չէ, բայց Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Սամվել Կարապետյանը կարա խոսա, բանը չհասկանալով է այդ ինչա խոսում։ Եթե ժողովրդավարություն այսինքն մարդը պիտի գնա մի հատ իրավաբանություն սովորի, նոր կա խոսա, որ հանկարծ նա այդպես բառ չասի, որ նիտոնի, թե պետք իր ասացի մեջ նիտո բառեր չկա։ Ինչ բան կասա մեր ձևով մենք այդ հարցը կլուծենք։ Դու ինչ գիտես այդ ձևը որն է։ Ինչ գիտես այդ ձևը որն է, էլի, որ այդ ձևի տակ հասկացել ես չգիտեմ ինչ։ Բայց ամենավերջում, նույնիսկ եթե ինչ-որ մի բան ասես, պարոն Իսահակյան, ես իրավաբան չեմ, կարամ խոսում եմ, խոսքի ազատություն ա, ժողովրդավարության ամեն մեկն էլ կարամ մի բան խոսա։ Ես կարամ բան խոսամ, չգիտակցելով ասեք այդ ասածից տակ ինչ կարան հասկացվի, ինչ կարա հասկացվի, չէ՞, ես իրավաբան չեմ։ Մարդը խոսում է, բայց նա հետո ինչ-որ մտադրություն չի ունեցել։ Ինչի համար եք բռնել այդ մարդուն, եթե ժողովրդավարությունն է, խոսքի ազատությունն է, խոսում է, կոպիտ ասած ես եմ ինձ ասեմ, կարող էշեշ խոսամ, օրինակ, ոչ իրավաբան եմ, ոչ քաղաքական գործիչ եմ, դու քեզ գալի բռնում ինձ, բայց հետո ասես ժողովրդավարությունն է, ուրեմն ժողովրդավարություն չի, ուրեմն հայտարարել եք, որ սա բռնապետություն է, խոսալու իրավունք չունեք, որ մարդիկ էլ իմանան չպետք է խոսան գոնե իրավ, համասնեք խոսացեք, մարդիկ էլ խոսում են, գալի բռնում տանում եք, դատում եք։ Ասեն հետևյալը, շատ պարզ բան կա, Դավիթ ջան։ Իսկ ձեր պարագայում էլ, վաղ ես ձեր պարագայում էլ ասում եմ, ձեր պարագայում էլ հակառակն ես, մայր ասում Իսահակյանը, կկացես դաս կտա։ Իսահակյանը ուրեմն չգիտի, թե նա բան է խոսում, ամեն ինչ այնքան լավ է հասկանում, որ նա ձեզ կգա դաս կտա, դուք նրա բարերի մեջ չեք կարող ինչ-որ մի բան գտնել, որովհետև ինքը ձեզ դաս կտա անվտանգության ոլորտում։ Էդ էլ ձեր համար է ասում, որ այն ժամանակ ձեզ բռնել են։ Ու ասում Իսահակյանի ասածներին դուք չեք կարող բան գտնել, որովհետև ինքը ձեզ բոլորի դաս կտա, այդքան ինքը գիտելիքներ ունի։ Հիմա դրա համար հետևյալն ասեմ, պես Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր կատարածները իր համար մար է։ Ծախել է Արցախը։ Հիմա կարող ասեն պատերազմը պարտվել են, նախկինները մեղավոր են, կապ չունի, դու քո ժամանակ պարտվել են։ 5000 զոհ ենք տվել, 5000-ից ավել զոհեր ենք տվել եւ այլ եւ այլ եւ այլ։ Այդ քանից հետո դու եկել ես, գնացել ես ընտրության։ Երբ որ դու հրաժարական տայիր, դու քեզ չգիտեմ ես ինչ անեին, ոնց անեին։ Այն բունկերից դուրս չգա։ Տես նորմալ է։ Հիմա գնացել ես, այնտեղ խոստումներ ես տվել սուտ, որ Արցախի անվտանգության երաշխիք ծրագիր ես գրել կառավարության։ Այդ ծրագիր ես գրել, որը հիմա ձախողում ես 100%-ով։ Այդ ընթացքում Արցախը ծախել ես էլի նորից, երկրորդ անգամ է ժողովրդին դարձել ես անտուն ու անտեղի։ Մի խոսքով, ինչ քարոքան դա։ Հիմա դու քո համար սուտ գիրքը Նիկոլի սուտ։ Կառավարության այս ծրագիրն է, որը որ դու խախտել ես, որը խաղաճանների համար էլ եւ սահմանադրությունը եւ օրենքները պահանջում են մի բան։ Այդ մարդը պիտի գնա։ Ճիշտ է։ Հենց գնալը impeachment։ Պարոն Իսահակյան։ Բայց այս մարդը, որպեսզի այդ ամեն ինչի ժողովրդի ուշադրությունը շեղի, ասում է եկեղեցականները սուտ գքի կանոնագիրքը չեն պահպանել։ Ասել որ դա կեղծ սուտ թեզ է։ Նախ դա նորից եմ կրկնում, կեղծ եւ սուտ թեզ է։ Որովհետեւ այնտեղ մարդիկ կան աստվածաբաններ իրանց, ես նույնիսկ ասում եմ իմ դասանում 7 դավաճան ես նոր եմ հայտնաբերել, երբ որ եկեղեցու դեմարշավը սկսվեց, դրանք էլ իբրև եկեղեցասեր էին, ամեն կիրակի գնում էին պատարակ, բայց պարզվեց թուրքից թուրք են։ Մեր եկեղեցու մեծագույն թշնամիներն են, որոնց թուրքերը 30 տարի նախապատրաստում էին, որ հիմա ուղարկեն մեր եկեղեցիները քանդելու։ Այդ կանոնակարգը, որ ասում են, որ 430 որ թվերին է կամ կարող է թվերը ճիշտ չասեմ, չնայած դրանից առաջ էր կանոնակարգ եղել, բացի եկեղեցականների հետ կապված կանոնները, կան նաև աշխարհիկների հետ կապված կանոններ։ Օրինակ աշխարհիկը, եթե ապօրինի զավակ, իսկ ապօրինի զավակը եթե չի պսակվել, բայց երեխա չի
հա պսակվել եկեղեցով եւ զավակ ունի, դա արդեն ապօրինի։ Այդ մարդիկ вообще հայ առաքելական եկեղեցու հետ կապ չունեն, սատանա են դրանք։ Հիմա ստացվում է մեզ սատանա, Նիկոլ Փաշինյանը։ Եկել է հայ, արա, այդ կանոնակարգը, որ այդքան մեջ վերում են, այն աստվածաբաններն էլ հիմնավորում են այդ ոչխարները։ Իրանք պետք է մի հատ կարդալ, որ այնտեղ եւ աշխարհիկների մասին կա, եւ հոգեվորների մասին կա, եւ մյուսների մասին կա, այսինքն այդ ամբողջ ինքը ջրի երես անեց, որպեսզի ժողովուրդը իր սուրբ դիրքը կառավարության ծրագիրը դեմ չտա, ու մեր օլուղ պատգամավորները բացառությամբ պատիվ ունեմ եւ Հովիկ Աղազարյան ու Հակոբ Ասլանյան, մնացած օլուղ պատգամավորները Տողով ուզում է իրա վրա վերցնի նեղանա, եւ որ իրաց ասպես արա, քո պարտավորությունն է իմպիչմենտի գործընթաց սկսես։ Այդ մարդիկ իրանց էշիտեղ դրած, այդ բան չեն անում, եւ որ երբ որ ես ու Էդգար Ղազարյանից դեռ լսեցինք, որ ինչ որ Հայաստան դաշինքը իմպիչմենտի գործընթաց, ինչպես որ ասեցին նայում է, այդ վախ նայում։ Կեղծ է, որ սուտ է, որ իրանք շատ լավ գիտեն, որ Աճապանյանը չի համաձայնվում, իրանք նախորդ էլ դա իմացել են։ Խնդրեմ, բայց նախաձեռնել է, որ ժողովրդի մոտ էլի կեղծ տպավորություն առաջանա։ Դրա համար եմ ասում, դրանից օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա Սրբազանների կալանավորումը, խնդրեմ։ Նախ եկեղեցին վերաբերյալ ես իմ կարծիքս հայտնել եմ, պարոն Իսագլյան։ Մտում սաղ կոմոդ դուզա անցել ես եկեղեցում, սենց եմ ասում, ու երկրորդ, եկեղեցում ինչ է, նախ այդ բանը կուսա, ոնց է ասում, կրոնությունը, կուսակրոնցը պարոնցը, ես գտնում եմ, որ պետք է փոխեմ դա։ Եկեղեցին էլ կարա բարեփոխումներ իրականացնի, ռեֆորմներ իրականացնի, չէ՞ իր մեջ։ Ես գտնում եմ, որ կարելի է դա փոխել, եկեղեցականներն էլ ամուսնանան, երեխա ունենան, դրա մեջ վատ բան չկա։ Օրինակ հիմա եթե պարզվի, որ Վազգեն առաջինը երեխա ունենա, ես կուրախանամ։ Վազգեն առաջինը մեր հերոսներ, չէ՞ մեր կաթողիկոսը, խիստ առաջի ազգային հերոս, այ ապրեք, այն անգամ էդ է ասում։ Առաջի ազգային հերոսն է, ու իրոք հերոս մարդ։ Ինչին ասել չունենա։ Ինչի պետք է հոգեվորականը չամուսնանա։ Ես իմ կարծիքով այդ օրենքը կարելի է փոխել, դե վատ բան չկա։ Եթե պարզվի, որ մեր կաթողիկոսները երեխա ունենա, ես երեխա ունի ենթադրենք, դե ինչ կա դրա մեջ։ Ես դրա մեջ վատ բան չեմ տենում։ Նիկոլ Փաշինյանի խնդիրը այստեղ եկեղեցուն, համ այդ ձեր ասած շեղել է, այդտեղ խելացի միտք եք ասում։ Համ էլ իր նպատակը այսօր եկեղեցին դուրս է եկել իր դեմ։ Եթե եկեղեցին իր դեմ, այդ այստեղ եկեք, մենք ձևակերպումները Դավիթ ջան ճիշտ են։ Եկեղեցին իր դեմ դուրս չի եկել։ Եկեղեցին Արցախը ոնց որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իր երկրի մասին մտածել։ Եվ այն մարդուն ասել, որ ախպեր, դու ես երկիրս քեզ քանդու։ Այդ որ այսօր սկսել են եկեղեցականները խառնվում են պետական գործերին, փորձել են դեռ Մակրոնի նման պիդաֆիլին համոզել, եկեղեցական ցանկացած սպասավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Եվ իրավունք ունի, որ բոլորը մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին։ Ոնց որ հայ առաքելական սուրբ եկեղեցու ցանկացած հավատավոր իրավունք ունի մասնակցել եկեղեցական կյանքին։ Ոնց որ ստեղ մինիստրը ինչ որ մի իրավունքներ ունի, որ ես չունեմ, վարչապետը պատգամավոր է իրավունք ունի իմպիչմենտ հայտնելու, ես չունեմ։ Ընդհանրեն եկեղեցական կարգում եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, կաթողիկոսները ամեն մեկը իրաց ֆունկցիան ունեն, որ ուրիշները չունեն։ Դրա համար այս պարագայում մենք շատ ոչ թե պետք է ասենք, որ եկեղեցին ինչ-որ մեկի դեմ, եկեղեցին ելնում է Հայաստանի ու հայության շահերից, կանոնացում է պետության, մեր ազգային շահերը։ Այո, պետության, որտեղ իշխանությունը չշփոթենք պետության հետ։ Իշխանությունը այսօր բռնազավթել են մեր պետությունը, սրանք բռնազավթել են։ Հիմա ո՞րն է նպատակը, պարոն Իսագուլյան, Նիկոլի։ Նա ուզում է հնազանդվի, եթե հիմա կաթողիկոսը համաձայնվի ենթարկվի իրան, էլ չի դադարեցնի արշավը։ Եթե չենթարկվի, շարունակել է անտուք մինչև կաթողիկոսին կալանավորելը։ Բայց ես ինչ եմ ասում կաթողիկոսը ու մեր սրբազանները, մեր հոգևորականները պետք է իրանց ձիգ պահեն, ճիշտ պահեն, թեկուզ գնան կալանավորեն, նստեն, բայց պայքարեն, չկոտրվեն, հասկանում եք, չկոտրվեն այս թուրքական իշխանությունների առաջ։ Եթե կոտրվեն, կդադարեցնի արշավ, իր նպատակը դա է, որ դադարեցնի կոտրվեն, այսինքն իր թելը թելեն, այսինքն թուրքական շահը առաջ տանեն։ Այս սա է իր նպատակը։ Ես հավատում եմ, որ մեր եկեղեցականները, մեր հոգևորականները վեհապարի գլխավորությամբ չեն կոտրվի ու չեն հնազանդվի։ Նիկոլին ես թուրքական իշխանության, կպահեն մեր ազգային շահը, կպահեն Արցախի շահը։
Սա է, հիմա ամբողջ ողբերգությունը ցավոք սրտի հենց կայանում է նրանում, որ մեր հանրությունը ճիշտ պետք է գնահատի իրավիճակը, թե ինչի է Նիկոլը անդադ օրակարգ բերում այդ կարգի խնդիրներ, որպեսզի թույլ չտա, որ իրան ասեն տղա։ Այլ ապրեք, նաև impeachment-ը, նաև այդ impeachment-ից է ուզում շեղի, էդ էլ կա, ճիշտ եք ասում, համ եկեղեցին ուզում է հնազանդացնել իրան, համեն impeachment-ից է ուզում շեղի, որովհետև այս impeachment-ը իրոք կարան էլի, պարոն Իսագուլյան, մանավանդ Դավիթ Համբարձումյանի թեկնածուով ես արդեն այստեղ հնարավորությունները տեսա, որ այդ թեկնածուի շուրջ կարա հավաքվեն բանակցությունների միջոցով հնարավոր է որ գան քպեական պատգամավորները գան միանան, որովհետև վերջ-վերջ իրանք են մարդ, իրանք են տենում, իրանք են տենում, որ այ հիմա կարան քայլանեն, որ իրանք սխալները ուղղեն, մեղքերը ապաշխարեն, հենց մի հատ հերոսանան։ Հասկանում եք, ինքը սա գիտակցում է, հələ լավ իրան հասկացանք, բայց ես չեմ կարող հասկանալ մեր ընդդիմադիր են պատգամավորներին, ովքեր չեն գալի, չեն միանում impeachment-ին, այս սա չեմ կարող հասկանալ, սրանով իրանք, իհարկե ոչ բոլորը, ես օրինակ տեսեք ոնց եմ մտածում, Հայաստան դաշինքում կան շատ լավ տղեկ, որոնց ես շատ եմ հարգում, ես վստահ եմ, որ շարունակվի, ես իմ կարծիքս ասել եմ, էլի impeachment-ի մասին, պարոն Իսագուլյան, ես ասել եմ Հայաստան դաշինքը մեջից պայթելի է։ Գալու են մարդիկ միանալու են impeachment-ին, որովհետև եթե չեն միանում, իրանք պախարակվում են, իրանք են պախարակվում, որովհետև հարցը ստակ դրած է, հավատալ չհավատալը հաջողությանը, դա մի հարց է, բայց հարցը դրած է, կողմից թե կողմ չես, դա մի այլ հարց է, հիմա ես չեմ հավատում, որ կլինի impeachment-ը, բայց համաձայնությունս, որ չեմ տալ, դա արդեն ուրիշ բան է նշանակում, համաձայնությունը դու էլի թող չլինի, չի եղել, չի լինի, մանավանդ ռեյտինգ ընկնելու խնդիրը չկա, էլի պարոն Իսագուլյան, ասենք եթե ռեյտինգը ընկնում է այն մարդկանց ռեյտինգը, ով որ ինքն է նախաձեռնում այդ պրոցեսը, ասենք տվյալ պարագայում եթե ռեյտինգը ընկնի, կլինի մենակ Սերժ Սարգսյանի ռեյտինգը, եթե չհաջողի, եթե Դավիթ Համբարձումյանի պարագայում impeachment-ը չհաջողի, մենակ Սերժ Սարգսյանի ռեյտինգն ընկնելու։ Նույնիսկ Դավիթ Համբարձումյանի ռեյտինգը չի գնի, որովհետև Դավիթ Համբարձումյանի ցավը տանեմ, վստահ եմ ինքն էլ շատ շնորհակալ եմ նախագահից, հենց մենակ նրա համար, որ իր կլասը միանգամից բարձրացրեց նախագահան։ Որ բերեց impeachment-ի թեկնածու, այսինքն նույնիսկ եթե չհաջողի Դավիթ Համբարձումյանի ռեյտինգը արդեն բարձրացել է մի քանի աստիճանով։ Ես սա կասեմ։ Հասկանում եք, այսինքն չմիանալով Հայաստան դաշինքը մի բան է ցույց տալիս, որ իրանք համաձայն են, որ մնա Նիկոլը, քան թե գա Սերժ Սարգսյանը, ասես կոպիտ ասած։ Դե համենք ասենք Սերժ Սարգսյանը չի ուզում, բայց Դավիթ Համբարձումյանը Սերժ Սարգսյանի մարդն է։ Այդտենց իրանք համարում են, որ էլի իշխանությանը հետ գալի Սերժ Սարգսյանը, այ իրանք ցույց են տալիս, որ ավելի լավ է թող մնա Նիկոլը, քան գա Սերժ Սարգսյանը։ Այ չմիանալով էդ են ցույց տալիս իրանք։ Այսինքն իրանք ինչով են տարբերվում այդ դեպքում ԿՊԱ-ականներից ու Նիկոլ Փաշինյանը։ Դա շատ վատ բան է, շատ վատ բան է։ Մամասաբյան, ախա մի բան ալ ասեմ, եկեք սենսն է, 18 թվին այսօրվա իրանց մեծ մասը մասնակցում էր այդ սաղ պրոցեսներին։ Որն էր իրանց նպատակը 18 թվին։ Իրանց նպատակը այն է, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով Սերժ Սարգսյանին հեռացնեն, Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, հետո սահմանադրությունը կփոխենք Սարգսյանի նախագահ, իրանց ուզած մարդուն ամենայն հավանականությամբ պետք է կլներ Ռոբերտ Քոչարյանը, կբերենք Սարգսյանի նախագահ։ Այս սա է իրանց նպատակը 18 թվին։ Հա, սա է եղել իրանց նպատակը 18 թվին։ Ու չստացվեց դա իրանց մոտ, Նիկոլը հաղթեց, հետագա առաջ փուլը ստացվեց, Սերժ Սարգսյանին համատեղ ուժերով գցեցին։ Երկրորդ փուլում արդեն իշխանության մեջի պայքարում, որ ասում են խի Քոչարյանը նստեց, որովհետև Քոչարյանն է համար մեկ մրցակիցը այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի, էլ չեմ ասում որ հին մուրեր ուներ, Նիկոլ Փաշինյանի մարդկանց ցա որ նա մուրել է հանում։ Օրինակ տեսեք պարոն Իսագուլյան, ես որ հաղթում եմ, ես սկսում եմ ներել սաղին։ Իսկ նա ներող չի, նա մուրպահող է։ Նա Քոչարյանը մուրել ուներ, չէ՞։ Համետ մուրը, համար մեկ մրցակից այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն է։ Դա համար Քոչարյանին նստացեց այդ ժամանակ։ Ասեն երկրորդ փուլում հաղթեցին, Նիկոլը հաղթեց իրանց, հիմա Սերժի մեղավորությունը ո՞րն է, որ իրանք ասում են Սերժն է մեղավոր։ Չէ՞ որ դուք եք առաջի փուլով սաղով համատեղ ուժերով դուրս եկեք Սերժ Սարգսյանի դեմ։ Այսինքն գոնե դուք իրավունք չունեք խոսալու, թե Սերժը խի սենց չարեց, ինձ չարեց։ Քանի որ ես այդ օրերում ելել եմ ամեն ինչի։ Ես շատ լավ հիշում եմ, այ դուք եք եզակի մարդկանց եք, որ կանացեք պետության կողքը, Սերժ Սարգսյանի կողքը։
որտեղ ստիպված է հմեկից գնալ H2-ից Սա հարցազրույցները պարոն Իսագինյան, ես շատ լավ որտեղ ինձ ընդհանրապես չէին կանչում, այդ օրերին կանչում էր, որտեղ ուրիշները վախենում էին եթան ելույթ ունենան։ Իսկ ես ասում էի, որ ես չարիքին, ես գնացել եմ Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակ, աղաչել խնդրել եմ, ասել եմ տղեկ դու հասկանում եք ումն եք, գնացել եմ Գագիկ Ծառուկյանի մոտ, աղաչել խնդրել եմ, ասել եմ դուք հասկանում եք ումն եք։ Ցոլակյանի Ֆելիքսին, որին հաբարել եմ գեներալ լեյտենանտ ազգային ո՞նց կարա ասել չտեսնի իր ընդհանրապես քթի դեմը, թե ինչ է տեղի ունենալու, ինչ ես ասում, մազիվ ժողովրդի աչքերին ժպիտ է եկել, փայլեր է վացել, ասում բոլորը դուք տալիս եք, չեք տնել եք, ասենք օրինակ Ծառուկյանին։ Ես ու իրան բան չեմ ասում, մարդ ասեմ սխալվել է, բայց այսօր հունա իրան սխալ չի պահում։ Բայց այն մարդիկ, որոնք այսօր Սերժ են մեղադրում, այդ մարդկանց մեջի մարդիկ, բայց չասեմ այդպես, դու չէիր էլ իրան։ բոլոր համար եմ ասում, մեծ մասը, որ կարող է մարդելի, չիմանամ, դե համար եմ ասում մեծ մասը։ Բոլորը աջակցել են իրանց ուսերի վրա Աղմանը երբ հրաժարական տվեց ինչից հետո, այդ երբոք ստացվեց այն սցենարը, որ դու մի քիչ առաջ նկարագրում էի, որ Կարեն Կարապետյան մնար, հետո բերեին ուրիշ մեկին։ Հիմա մի հատ բան եմ կարդում, ինչի էին նախ Սամվել Կարապետյանը, ուրեմն Աճապայանը եւ Գալստանյանը սրբազանները մեր հարգարժան ուզում տերորով հեղաշրջում անել, պետական հեղաշրջում անեին։ Ինչի էին ուզում։ Դե բայց դա էլ իրանք են, ասում տես բան ուզել են հետ մարդիկ էլ հարց ուզել են։ Այ մարդ ուզել է։ Ես ասում եմ ուզել են, ինչի էին ուզում։ Հայրենիքը փրկելու համար։ Հայրենիքը փրկելու համար։ Հիմա տես, երեք Պետրոս Ղազարյանը վերաբերյալ իմ կարծիքս հայտնել եմ, հեղաշրջման մասն էլ միշտ խոսացեք, տներեք ես ասեմ, հիշեք հարցը որտակ։ Պարոն Իսագինյան, ես միշտ եմ ասել, որտեղ մեր ժողովրդի մեջ այդ հարցը միշտ առաջանում, իսկ փողոցում միշտ մոտենում, մենակ այսօր չէ։ Միշտ մոտենում ասում նավը Դավուճանները, մեկը չկա դրան խփի։ Ուրեմն սաղել իրար հետ են, սաղից նեղանն է ժողովուրդը, ասում խի չէ խփում դրան։ Ես էլ միշտ բացատրում եմ եթերներով, թե ինչի համար դա վնաս է այսօր մեր պետությանների, դե նորից նույնը չասեմ, շատ եմ խոսացել, անցած անգամ դիտակետում եմ, լուսնեի մոտել եմ լավ մանրամասն այդ զինված հեղաշրջման մասին իմ կարծիքն ուզում եմ ասեմ, այդ անընդհատ ժողովրդի մեջ ֆռացել է, այդ միտքը ֆռացել է, բայց մեկ օր, ես որ նայել Պետրոսին սաղն ես, վայ, չի կարելի, ինչ պետական հեղաշրջում, բայց իրանք քպականն են, Նիկոլը իր թիմով, կարողանում են այս հարցը շատ լուրջ մանիպուլյացիայի ենթարկել եւ ցույց տալ, որտեղ Սրբազանը, այս մյուս Սրբազանը, Սամվել Կարապետյանը փորձել են հեղաշրջում անել։ Իսկ դուք ոնց ողջունում եք հեղաշրջումը, կոչ եք անում հեղաշրջման, ուրեմն դուք էլ եք իրանց է։ Կեղծ թեզը, Դավիթ ջան։ Հիմա ես դրա համար մի բան պատմեմ նախ, կան միլիոնավոր մարդիկ, որոնք հիշում են 93 թվականի ին Վանաձորի հայտնի ելույթը, ժողովուրդ ջան, մի կտրեք այս ծառերը, որտեղ այս ծառերից պետք է կախենք Աշոտ Բլեյանին եւ բոլոր հրաշականներին։ Գելի քրեական գործ հարուցվեց 93 թիվ։ Ես կխնդրեմ, եթե մեր հարգարժան Արամ Աբրամյան, ուրեմն քանի որ Արամ Աբրամյանը միշտ ինձ հիշեցնում էր, որ դու Վանաձորում կոչ էիր արել, ուրեմն առիթ եղավ, հետո քրեական գործ հարուցվեց, բայց առիթ եղավ, որ գնանք նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ։ Երիտես խոսում ենք, ինքը միշտ շատ հաճելի կատակներ երբեմն անում էր, ինքը ասաց, Կարնիկ, այդ Վանաձորում, որ կոչ էր անում, բոլորին կախել, գիտես, որ այդ կոչը բավականին դրական բան է ունեցել, արդյունք։ Շատ մտածեցի ոնց, բան ախրազի, այսինքն, ասես դե ժողովուրդը ծառերը չի կտրել, գորե ծառանով ահագի դրական կապ ունի, մեզ է կաններ ասել նախագահ հաղթանակների բան, շրջան, եւ մենք, բայց այդպես ելույթներ ունենում ենք շատ դաժան, եւ դա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ դրսում եւ ներսում բանակցություններ կարողանում էր օգուտ պետությանը օգտագործել։ Եվ հայելի քրեական գործեր էին հարուցում։ Օրինակ իմ դեմ այդ ժամանակ էլի այդպես քրեական, բայց դա հետևանք չունեցավ։ Դա մեկ, երկրորդ, ես մի հատ բան եմ ուզում կարդալ, ժողովուրդ ջան։ Քեզ էլ եմ Դավոթ ջան, ուզում շատ ուշադրություն լսես։
Թելերյանի Թելերյանը ով է մեր ազգի համար։ Մեր վրիժառունն է։ Ով է մեր ազգի համար։ Վրիժառու հերոս, Հերոս, այո, ազգային հերոս։ այո։ Գերմանիայի դատարանը Թելերյանին արդարացրեց։ Թելերյանն ինչ էր արել։ Տերոր։ Կարդում եմ մեր վեհափառ հայրապետ Վազգեն Արաչինի խոսքերը։ Այսօր Սողոմոն Թելերյանի ծննդյան օրն է։ Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աչքը։ Ավատանի, մալադեց։ Եվ դա է ճշմարիտը։ Պետք է որ մենք այդպես հարգենք մեր հերոսին։ Ինչն ամեն բանից վեր է, ազգը որ հերոս չունի, պատմություն չունի։ Այսինքն Թուրքիան է, չէ Արևմտյան Հայաստան։ Եվ Արևմտյան Հայաստանում Թայլատը, Էնվերը, Ջեմալը սպանում էին հայերի։ Հայերը պետություն չունեին, ըստ Նիկոլ Փաշինյանի այս ոչխարների, որոնք ասում են, արդյոք կարելի է, ոնց թե գեներալները հայտարարեցին, եկեղեցին հայտարարեց, իրանք կոչ են անում իշխանության բռնի զավթման, ոչ։ Ինչ էր արել Թայլատ Փաշան։ Կոտորել էր հայ ժողովրդին, պետություն չունեինք այդ ժամանակ։ Մենք Թուրքիայի պետության մեջ էինք, չէ։ Մարդը իր տարածքում կոտորել էր ժողովրդին։ Երբ որ Թելերյանը սպանեց Թայլատ Փաշային, Գերմանիայի դատարանը չասեց, որ այս տերորիստը պետական հեղաշրջում էր անում, ասեց ճիշտ է արել։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին, ԿՊԱ-ականներին, մնացած բոլորի։ Ինչ է անում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դեմ։ Արցախը տվեց, այդ արդեն ինքն էլ է խոստովանում։ Մարդը այս վերջերս էլ հայտարարեց, որ ինքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածք, նոր իրան զգաց վարչապետ։ Այսինքն մարդը խոստովանում է, որ Արցախը ինքն է ծախել։ Հիմա ո՞ց ուզում եք գնահատեք։ Ինքն է հայտարարել, որ կարանք արած 5000 զոհերի նույն արդյունքը ունենայինք ավելի լավ արդյունք, չէ՞։ Այսինքն 5000 զոհ չէր լինի, այդքան պակստական չէր լինի։ Ունենայինք, բայց տվել է։ Ինքն է հայտարարել, չէ՞ որ մի հոգի զոհը մարդասպան է, 1000-ին զոհը մեծ զորավար։ Նիկոլ Փաշինյան, ես քեզ եմ ասում, հատկապես ուզում եմ դու այս հարցերի պատասխանը տաս։ Հիմա եթե Հայաստանում գտնվի մեկը, որ մտածի, որ քո արածն ու Թայլատ Փաշայի արածը ոչ մի տարբերություն չկա։ Ավելի վատ է իր արածը, որտեղ Թայլատը գոնե թշնամի է։ Թայլատը գոնե ապրել։ Եվ այդ պետություն չունեցել։ Մարդը տեսնում է ազգի համար արել Թայլատը, կորուպցիայի համար արել։ Այդքան երեխեք քո ասելով անտեղի զոհել ես։ Դու ես գնացի հայտարարել Արցախը Հայաստան է ու վերջ, վերջում ասել ես Արցախը Ադրբեջանը ու վերջ։ Դա սա դու ես արել։ Թայլատը հայ ժողովրդի նկատմամբ նման դաժան բաներ չի արել։ Ցեղասպանություն դու ես արել։ Հայրենիքը ծախել դու ես արել։ Ամեն ինչ անում ես նաև հիմա։ Մեր եկեղեցիների դեմ գրովում ես։ Շինծու մեղադրանքներով, այո, շինծու։ Որտեղ եթե որևէ մեկը Սողոմոն Թելերյանի նման որոշի, որ դու հայ ազգին ինքան եւ ավելի շատ վնասներ ես տվել, քան Թայլատ Փաշան, եւ անի այն ինչ որ արել է Սողոմոն Թելերյանը, հիմա այդ մարդը հերոս է թե դավաճան։ Դուք եւ որ ձեր որմակով սկսել եք, ո՞ց դու կողմ ես պետական, կողմ ես տերորիզմի, հարց եմ տալի ձեզ։ Սողոմոն Թելերյանը ճիշտ է արել թե սխալ։ Եվ ինչով է Նիկոլ Փաշինյանը ավելի լավ, քան Թայլատ Փաշան, քան Սուլթան Համիդը։ Կարող եք ինձ ասել։ Եթե դուք ինձ կասեք դա, խնդրեմ այդ դեպքում եկեք քննարկենք, արդյոք Սրբազան հայրերը եւ Սամվել Կարապետյանը, որը ասում է Հայաստանը պետք է փրկենք, եթե Հայաստանը պետք է փրկենք, եթե դա հանցանք է, եթե դա տերորիզմի կոչ է, եթե դա պետական հեղաշրջման կոչ է, խնդրեմ ասեք դրա մասին։ Դրա համար եմ ասում։ Դուք եք չէ Նեմեսիս արձանը կանգնեցել, ձեր իշխանության օրոք է, չէ։
Ինչ է կանգնեցրել։ Նեմեսիսի տղեկը գիտեք ինչ են արել։ Լիզբոնի 5 տղեկը գիտեք ինչ են արել։ Ասալլայի տղեկը, Վազգենը Սիսլյան եւ շատ շատերի անունները հիմա կարամ տամ։ Ինչ են արել։ Հիմա այդ տղեկը տերորիստներ է։ Հիմա եթե դուք կասեք, որ ինչով է տարբերվում Նիկոլի արածները Թայլատ Փաշայի արածներից, հələ Թայլատ Փաշան հայկական հողը, որը արյան գնով տղեկ ազատագրել էին, չէին ազատագրել, որ սովետը քանդվել է իրանք հավասարի իրավունքով անկախություն էին ձեռք բերել։ Այդ ինչ իրավունքով, ինքը ասում է, չէ, Արցախի ժողովուրդը ինձ ձայն չի տվել, ես իրավունք չունեմ Արցախի ճակատագիրը որոշելու։ Որոշել է, հիմա ինքը արցախցիների համար։ Ինչով է տարբերվում Թայլատ Փաշայից, նորից եմ կրկնում, Էնվերից, Ջեմալից, Սուլթան Համիդից։ Ինչով է տարբերվում։ Եթե այն պարագայում Թայլատին սպանողի Գերմանիայի դատարանը արդարացրեց, դա հիմա եթե մեկը որոշի, որ Նիկոլը ծախել է իր հայրենիքը, սպանել է սաղ արցախցիներին, տեղահան է արել, ոնց որ այն ժամանակ ասում են տեղահանենք արել անվտանգությունից ելնելով Թուրքիայի, տեղահանությանը մասնակցել են, եթե մի հատ արցախցի ինչ-որ բան որոշի կատարել ու կատարի, հիմա դրան Հայաստանի դատարանը պետք է արդարացնի, թե մեղադրի։ Այս հարցերի պատասխանը, ես հարցադրում եմ անում։ Եթե Հայաստանը ազատագրվի, հիմա տես, եթե չազատագրվի կմեղադրեն։ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բոլորին մեղադրում է, ինչ-որ բան բենզինը սալարկեն սենց ծախել են սրա, այս բանը արել են սենց։ Հիմա ինքը հայրենիք է ծախել։ Ինքը խոստովանել է, որ 5000 երեխա անիմաստ տարել է, սպանել է, որտեղ այդ դեպքում ինքը մեծ զորավար է։ Ինքը ասել է, իրան զգացել է վարչապետ լիարժեք եւ որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Հիմա այս գործողությունների համար Իրան, ինչը հայ ես ուզում եմ այս տեսանկյունից նայես դու, որ եթե սրբազանները, որոնք հայ ժողովրդի մեծագույն զավակներ են, այո ես պաշտպանում եմ Գալստանյանին եւ Աճապայանին, որոնց քննադատել եմ անխնա, ես իրանց կողքին կանգնած եմ։ Իրանք ոչ մի պետական հեղաշրջում, հակապետական գործունեություն չեն կատարել։ Ես կանգնած եմ Սամվել Կարապետյանի կողքին։ Այդ մարդը ոչ մի հեղաշրջում, Հայաստանում չգիտեմ ինչ, խառնաշփոթ, բան սարքելու ցանկություն չի ունեցել։ Ազգային անվտանգության ծառայության հարգարժան աշխատակիցներ, ընկերներ, պես դիմեմ էլի։ Դե Նիկոլը հայտարարել է, որ Վադինոյը պիրիմիր է, չէ, վաղվանից էլ դիմյատ մի 5 օր ասել է իրար չհայորեն, վաղվանից չենք հայորի, բայց այսօր լամծի 30-ն է։ Այսօր մի քիչ կարելի է։ Գերգեր, դուք չեք ամաչում, օրինակ այն, որ Գալստանյանի հետ կապված, Սրբազանի հետ կապված, Բագրատ Սրբազանի հետ կապված, ուրեմն ինչ եք ներկայացրել, ինչ-որ թղթի վրա ինչ-որ բաներ գրած, ուզում եք միլիոն հատ այդպես թղթեր տարբեր տեղերից, բանով, ինտերնետով մանեք եք, կճարեք։ Բայց, եւ որ դուք ասում եք խմբեր ձևավորել, բան, կոնկրետ մի հատ խմբի կազմ կարող եք ասել, մարդը ձևավորել է ինչ-որ խումբ։ Ես է կարամ 1000 ու մի բան ասեմ։ Օրինակի համար, գիտեք, դեպք էր եղել, որ ես Սրբազանին ասեցի, Սրբազան, ախր գնացել ես օրինակի համար, Մոսկվա, ընդ հանդիպումներ չես ունեցել։ Ինչի ես ասում, ինչ որ բան, որը կասկած է առաջացնում, որ ընդհանրեն դու կարող է հանդիպում ես ունեցել։ Մարդիկ կարան խոսան, ոնց որ նոր Դավիթը ասում է։ Մենք նստած իրար հետ արարիշը, տես միլիոն մարդ, այո, միլիոն մարդ գալասպ է, դրան եպեք սատկացնելու։ Հիմա ասեք այդ մարդը բանի կոչ է անում, տերորիզմի կոչ է, պետական հեղաշրջում է, դուք եք արել պետական հեղաշրջում, դուք եք խոստացել մի բան ձեր ծրագրով, որ դուք Արցախի անվտանգության երաշխավորն եք ու ծախել եք Արցախը։ Դուք եք մեր 5000 անմեղ երիտասարդի տարել սպանդի, դուք եք արել, դուք եք 15 հոգու վառել բանում, ես սենյակի մեջ, այդ դուք եք արել, այդ ամեն ինչը դուք եք արել,
Հիմա դուք ասում եք մենք կործանենք այս պետությունը, ոչնչացնենք այս պետությունը, դուք իրավունք չունեք շարժում անել, հա Պետրոս։ Կանչել ես ընդեղ էլ տղեկի, որոնք վայ, հա, ինչ, եւ ընդեղ էլ ասում ես, հա, որ այո մարդ եղել է, որ կոչ արել, կախել ծառերից, այո, ես եմ արել 93 թվականին, որը առիթ է դարձել, որ Վանաձորում ոչ մի ծառ չկտրե։ Մարդիկ հույս են ունեցել, որ կախենք այդ ծառերին։ Ոնց կարելի է։ Հատուկ ծառայությունները նրա համար է, օրինակ խորհրդային իշխանության տարիներին ես կարամ կոնկրետ օրինակ բերեմ։ Գիտնականի տանը, այն որ Սարյան փողոցի վրա է, որը չենք ասում են ռադիոակտիվ է, ոչ մեկի ոչ ծախում են, այն սպիտակ շենքը։ Այդտեղ ձևավորվել էր գիտնականներից ինչ-որ հայրենասիրական խումբ, որտեղ կային շատ ինձ մոտիկ ֆիզիկոսներ։ Մոսկվայից հանձնարարություն էր եկել, որտեղ Մոսկվան էր այդ ամեն ինչ արել, որ ճշտեն ինչ է տեղի ունենում։ Եվ այդ գործը հանձնարարվել է ինձ կոնկրետ։ Եթե այդ օրերի գիտնականների տան աշխատողներ եղել են, ուրեմն ես գնացի, դեռ քանի որ շատ էի ճանաչում, շատ էի։ Ֆիզիկոս ինժեներներ, իմ կուրսեցիներ։ Շփվեցի, մարդիկ ինչ ասես խոսում էին։ Որ Սովետը է սերբի Հայաստանն անկախել եւ այլ, եւ զեկուցագիր են գրել, չեմ թաքցնում։ Գրել են, որ մարդիկ ուղղակի խոսում են, որևէ գործնական քայլ, որևէ ռեալ գործողություն մարդիկ չեն արել։ Նույնը կապված Այվազյանի հետ։ Նույնը կապված շատերի հետ։ Տեսեք այդ մասին ես կյանքում ոչ ասել եմ, ոչ էլ երբևէ, այսօր ասում եմ։ Եվ դուք ասում եք սովետական KGB, սովետական չգիտեմ ի, սովետական ԳՌՈ, սովետական ՍՌՈ, ՄՌՈ։ Ես ասում եմ 2 ամիս շփվեցի, զեկուցագիր գրեցի, որ ստե ոչ մի վտանգավոր բան, հա մարդիկ խոսում են, նորմալ է։ Խոսում են ատոմային զենք սարքեն, էս անեն, լազեր սարքեն, Հայաստանն անկախացնեն, Թուրքիան գրավեն, Սովետը քանդեն, բայց խոսում են, գործնական ոչ մի բան չեն անում։ Ես դեռ եմ գտնում Բագրատ Սերբազանը, ենթադրենք խոսացել է։ Գործնական խումբ ստեղծել, զենք հավաքել ինչ-որ տեղ, բամոտ չեք անում արա։ Մարդիկ խոսում են, դուք դա բերում եք ներկայացնում որպես պետական հեղաշրջում, ու կանգնում եք սաղինել սենցներ, նոր Թելերյանի օրինակը բերեցի։ Նա այս խնդիրը խոսամ, իհարկե, ախր խիպտի երկիրը հասցնեն այն վիճակի, որ Սրբազանը ուզի թեկուզ հեղաշրջում անի, կամ բարեգործ Սամվել Կարապետյանը ուզի հեղաշրջում անի։ Խի երկիրը այդ լավ օրից, որ ուզում են թեկուզ զինված հեղաշրջում անեն։ Պարոն Իսագնյան, տեսեք իմ կարծիքս էսրա վերաբերյալ ես բաց եմ ասել, չեմ վախեցել միշտ։ Երբ որ պետությունը հաղթած, օրինակ դուք ասեցիք 90-ական թվականներին, չէ, գրո կազմակերպությունը, որ ստեղծվել է դաշնակների կողմից, ես դաշնակներին շատ եմ հարգում, բայց այդ ժամանակ դատապարտել եմ գրո կազմակերպությունը ու ողջունել եմ, որ փակեցին դաշնակներին։ Այսինքն, երբ որ պետությունը հաղթած է, պետության դեմ, նույնիսկ հասարակ միտինգը, որը որ կարա խարխլի պետության հիմքերը, այդ միտինգը ճզմես այդ տեղում։ Այդ չեմ ասում զինված ապստամբություն անեն, պետք է ճզմես։ Բայց երբ որ պետությունը բռնագրավված է, այդ դեպքում պետության դեմ ցանկացած միջոց, նույնիսկ զինված հեղաշրջումը ես ողջունել եմ, դա տերոր չի, այսինքն տերորա նման կարգի տերորը ես հարգում եմ։ Պրոստը այսօրվա իրավիճակում ես ինչի եմ ասում պետք չի դա անել։ Ոչ թե ասեմ ես կուլտուրական մարդ եմ, այն բաների նման դոզիկ քաղաքական գործիչ եմ, գիտեք ինչ կա, վայ զենք չվերցնեք հանգարտ, ամեն ինչը սահմանադրական ճանապարհով։ Ոչ, եթե տեղը կա ես էլ զենք կվերցնեմ իմ հայրենիքի փրկության համար։ Բայց կոնկրետ այսօրվա դրությամբ զինված ապստամբություն, եթե այստեղ կազմակերպվի, դա կբերի պետության կորստին։ Ես սա մի քանի անգամ ասել եմ, մի քանի օր առաջ էլ դիտակետում եմ ասել։ Ասեք եթե հիմա ասենք թե զինված հեղաշրջումը մեկը մտնի մեր ժողովրդի հետ ուզածանի, Նիկոլի խփի ու իշխանությունը վերցնի, դա կանաչ լույս առնելու Թուրքիայի համար է, դա մի կես ժամ Նախիջևանից կմտնեն այստեղ, կասեն տարածաշրջան եկել են տերորիստներ, կմտնեն այստեղ թուրքական զոհ, ասեն մեր պետականությունը վերջնական կկորցնենք։ Եթե ուրիշ բանա Ռուսաստանի դաբրը ունենանք, օրինակ էլի, բայց մենք այսօր բանակ էլ չունենք, այսինքն բանակը խի ոչնչացրեց Նիկոլը, որովհետև եթե բանակը ներ հզոր կանգնած սահմանին, բանակը գոնե ասեն եթե թուրքը փորձեր մտնել, դիվադրեր, չէ։
Միջև որ այս նոր ստեղծված իշխանությունը աշխարհին կասել հիմա տեք լմա խառնվեք, այսօրվա Թուրքիան որ եկել է եւ այլն։ Բայց այսօր մենք բանակ չունենք, Թուրքը կես ժամ վարկածու կարա Նախիջևանից մտնի Երևան։ Այսինքն այսօր եթե խփելով իշխանություն վերցնեն, ցանկացած հայրենաց Սողոմոն Թելերյան հենի մեր ժողովրդի այդ մասը որ սաղ ասում են մեկը չկա սրան խփի, դա լավ օրից չէ որ ուզում են Նիկոլին խփեն։ Ժողովուրդը սաղ ուզում է Նիկոլի մահը, ինչի՞ց է ուզում, որովհետև ցեղասպանություն բերեց մեր գլխին, հայրենիք կորցրեց, Արցախ կորցրեց, գերեզմաններն են պղծում, մարդկանց գերեզմաններն են պղծում են։ Պարոն Իսահակյան, այդ մարդիկ մեղավորում են տենում, այլև ինչ է, Նիկոլն է մեղավորը դրա։ Սպորական հայրենի բանը պղծում են, բայց Նիկոլի ոտերի տակ սողում են։ Պարոն Իսահակյան, ուզում ասեմ, այդ ամեն ինչի մարդիկ մեղավոր ում են տենում։ Նիկոլը չէ, որտեղ հենց ինքն է մեղավոր այդ ամեն ինչը։ Բա մահը կուզեին, բա որ ձեր ունենանք խփեն, բա կնեղանանք ասեն, մենք ձեր չունենք այն մարդը հնարավորություն ունի, չի խփում։ Հասկանում եք, բայց մի քիչ խորը մտածում եք, դա կբերում ասել է ցանկությունը, որ մարդկանց մեջ կա, նույնիսկ եթե հիմա ես չեմ ասում տենց եղել է, բայց նույնիսկ եթե Սրբազանը իրոք ուզել է ռազմական հեղաշրջում անի, ինքը որպես թասիվով հայ կամ ասենք Սամվել Կարապետյանը, եթե նույնիսկ դա ուզել է, ես չեմ կարող ասել ուզել է թե չուզել, բայց որպես թասիվով հայ իրանք իմաշկին բարձրանում են, չեն ուզել, չէ, ասենք թե ուզել են, ենթադրենք ուզել են, իրանք իմաշկին որպես թասիվով հայեր բարձրանում են, բայց պարոն Իսահակյան, ես հիմա եմ ասում, ոնց որ փողոցում եմ ասում, եթերներում եմ ասում, զինված հեղաշրջումը հիմա կբերի Հայաստանի կորուստի։ Պետականությունը շատ արագ կկորցնեն, ասում են ինչի համար, պատկերացնենք մեկը մտել է խփելով, լաստը վերցրել է։ Դա կանաչ լույսալը Թուրքիան կհայտարարի միանգամից կասի տերորիստներ են եկել տարածաշրջան, փաստա, չէ՞ որ մտել խփել են, դա աշխարհը չի ընդունում, չէ՞ որ խփելով իշխանություն Սիրիայի ոնց ընդունել։ Է որտեղ ընդունեց, այդ է ասում, որտեղ Տրամպը ուզում էր դա, պարոն Իսահակյան, Տրամպը ուզում էր, չէ, Թուրքիան կարողացավ, եթե Տրամպը ուզում էր, ուրեմն Տրամպը տերել կլինի, այդ եմ ասում։ Չէ, Հայաստանը ուզում կա, եթե Նիկոլը չկա, Հայաստանը տերել ունի, ամեն ինչ էլ ունի, ամոս խնդիրը հետևյալն է, որ Նիկոլը Հայաստանը թշնամացնում է բոլորի հետ անխտիր։ Դե հա, նաև հենց այդ եմ ասում։ Մարդը դաշնակից է, այսօր չի խառնվի։ Եթե թուրքը հիմա պարոն Իսահակյան զորքը կողքից տե, մտեղ ռուսը չի խառնվի։ Կասի թոմացած է սրանց կզծնի, այդ է իրար Գազախստանի մասին չեմ ասում։ Մենք Այդ էլ է շատ սխալ, որ մենք մտածում ենք, որ մեր ինչ-որ տերը Ռուսաստանն է։ Տերը չէ, դաշնակից է, ընկերը։ Պարոն Իսահակյան, հիմա պարոն Իսահակյան, մի րոպե, ես հզոր չեմ ցեզնով։ Իմ ընկերս եք, ես հզոր եմ այն մյուսը գրում։ Բա որ մնամ եմ։ Էրդողանի մամային, պապայի հետ վերես պարկացնես իր դեմը, կենթանություն տաս։ Ինքը կյանքում Հայաստանում տեղի ունեցած դեսբանից հետո չի համարձակվի ոտը մի սանտիմետր կողել Հայաստան։ Եթե ռուս մոռացեք, այդ դե ռուս կապ չունի, վստահ եմ մոռացեք դա, ոչ ռուս, ոչ պարսիկ, ոչ մի բան։ Նույնիսկ զուտ են որ դա տեղի ունեցել ոչ մեկը չի համարձակվի։ Դուք ումից դի վախենան էլի։ Հենց հայից, չէ։ հայից, նորմալ հայից։ Դուք եք Պետք չի կազմել նորմալ հայինը կոտորեն։ Ես Երևան հավասար դեմ եմ այդպես բանի։ Ես իսկույն հակառակը, ես դեմ չեմ, ես կողմ եմ, բայց դա բերի արդյունքի։ Պարոն Իսահակյան, ես այն մարդն եմ, տեսեք ասեմ, ես Արյանը միշտ դեմ եմ։ Փորձում եմ ամեն ինչը հարցերը ցանկացած լուծեմ խաղաղ ճանապարհով։ Բայց եթե Արյանը անխուսափելի է, երբ որ պատերազմը սկսել է, ես զենքը վերցրել, այսինքն ուզում եմ ասել, ես տես բանի կողմ եմ, եթե այլ ճանապարհ չկա։ Եթե արդյունքները իմացել է, հաղթական։ որ այս անգամ էլ եթալու է Մակրոնի ու Էրդողանի մոտ, Հայաստանը ծախի թուրքերի։ Հիմա չգիտեմ, չէ՞ որ բոլշևիկը չգիտեն, որ հոկտեմբերի 6-ին գնալու է Արցախը մնացած մասն էլ ծախի թուրքերին, չէ՞։ Ծախելու։ Հիմա եթե դրանից առաջ մեկը իմանար դա, հայրն ասել մեկ Ուզենալ խփել, ես կողջունեմ, կհարգեմ։ Ուզենալ խփածը լե։ Ինչ կլեր։ Ասեմ ինչ կլեր, ցավոք սրտի, ես կհարգեի այդ խփողին, որպես թասիվով հայ, կհարգեի։ Բայց ցավոք սրտի այն վիճակում ենք հիմա, որ հենց խփելուց հետո թուրքը զորքը կես ժամ կողել է։ Չէ, ամի այդպես բաներ մի ասեք, Դավո ջան, այդպես բաներ մի ասեք։ Դա իմ կարծիքն է։ Քո եթե տես չլինի, ես ձեր նման եմ ասել, ես այսօր կհենեմ մի հատ փորձ կոնե կանեմ։ Չէ, ես իմ տեսակն եմ ասում, չէ։ Ուզում ասեմ, ես այն մարդն եմ, որ հայրենիքի փրկանը ես ձեռս զավիք կծեմ, բայց դա ու ջերի։ Այսօր Լավրովը նորից հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք հապկի անդամ է։
անկախ այս մեր էշերի էշություններից։ Եթե որևէ պետություն իր պայմանագրային պարտավորությունը չկատարի, թույլ տա որ ինչ-որ մեկը մտնի, այդ պետությունը ինքը 5 օր հետո չի լինի։ Ռուսաստանի նման պետությունը 5 օր հետո կքանդվի։ Դա ձեզ թվում է թե իրանք նստած են ու Նիկոլի համար պատրաստ են ինչ-որ մեկին այդպես մտածողությունը թարգեք, այն մակարդակներում այդպես բան չկա։ Որ ինչ է Նիկոլը քաք եկեր է, արեք ուրեմն պատժեն։ Մենակ Նիկոլը չէ քաք է, առաջ ժողովրդի մեծ մասն է այդ քաքը։ Դա չի փոխում պայմանագրային ոչ մի պարտավորություն։ Հա վերջում կգա մենք Ռուսաստանը փրկել ենք կործանումից, մենք հայերս, Հայաստանը։ Դուք դա չեք հասկանում։ Երբ են ոնց են։ Այն է որ այդ Հայաստանը որ չներս է որպես իհակար։ Վաղուց փորը միջև Ուրանի տակ Բայց էսի մի հողն է, ռուսի տարածքն է։ Մոտ դες բանը դա չեմ հարգում։ Էսի առաջ երբի ռուսի տարածքն է։ Բայց հայերը որ դա չեն գիտակցում, ժամանել է սորի։ Արտեմի նման կադաստրի վկայականը բանի մոտ է, Պուտինի մոտ է, բանի եթե դες այս խալեի ասում որ ասում եք Արցախի կադաստրի վկայականն էլ է ռուսի մոտ, ոնց կթողնի։ Այդպես բաներ մի ասեք, չէ, Արցախը դրանով էլ մեծ պատժ է։ Այն է ռուսի մոտ է։ Դու գիտեք ռուսի մոտ, չգիտեք մի թուրքի, հա։ Օրինակ, դուք նայեք տեսեք հեսա Ադրբեջանի ինչ օրնակցել ռուսը։ Այո, կա քցի չի։ Գյուզեսը այդն է ռուսը։ Դա կապ Նախ խորտային միությունը սա ռուսինն է։ Լավ էլի մի ասեք էլի։ Պրիբալտիկան հիմա դատոինն է։ Այդն է վերցնելու հետ։ Լավ, չի կարելի մանկաբիտ նույնը գերցավը շատ հարգում է։ Ոնց է դա, Ուկրաինան չի վերցնում։ Այդպես բաներ մի ասեք։ Ուկրաինան չի վերցնում ուժով։ Պրիբալտիկան խիպտի չվերցնի։ Ոչ, բանն էլ ուժով չի վերցնում ինքը։ Իր անվտանգությունն է ապահովում, դրանք տալու։ Նաև վերցնում է վերադարձնում։ Չի վերադարձնում։ Բայց ինչի՞ պիտի վերադարձնի։ Հայ մենք Արցախը ինչ էինք անում։ Հայեր են, որոնք ճնշում էին, հայերին ազատագրել էինք։ Ռուսերին ճնշում են, ինքը ազատագրում է։ Դա նորմալ երևույթ է։ Դա նորմալ երևույթ է։ Բայց երբեք ձեզ այնքան մի ցածրացեք, որ եթե էսի չլինի, մենք կորացենք։ Ես հայը սկսում են տես մտածել, դադարում է արդեն Հայաստան ու հայություն պատկերացումից։ Դադարում է, պարոն Իսագյան, այդպեսի չմտածես, բայց պետք է դաշնակցի չկորցնես։ Գերոջը չկորցնես։ Այն մարդն դե որ չես կարա դուրս գաս, դուրս չգաս։ Որտեղ նա քեզ կպանջի։ Երբեք հələ դեռ քանի այս պատուհասը կա, կարաս վաղը կորցնես։ Բայց ինքը որ չլինի, դու ոչ մի չես կորցնի։ Ոչ մի բան։ Այդ դա է որ ցավոք սրտի շատ պատուհասը ոնց է կորցնում, պարոն Իսագյան։ Դա ինքը ծախում է։ Հա, բայց մի բարուսը ոնց է թողում է, չէ։ Այո, ոնց կարա չթողնի, ինքը երբեք Հայաստանի ներքին գործերին չի խառնվում։ Չի խառնում ներքին գործերին։ Եթե դու ես ծախում, ինքը ինչ է։ Ապրեք, ինչ վնասնակ մեզ ենք տալու։ Դու ես անում է։ Բայց եթե մեկը գա որ չի ուզում ծախել, ապրեք, բայց լրիվ ուրիշ եթե չուզես ծախես, դու պետք է քո դաշնակցի հետ։ Այո, ճիշտ նոց եմ կրկնում։ Հենց ասկա ռուսի դեմ գալու չլինի, քաղաքականապես, չմտածեն ուզում ենք տերոր անենք։ Քաղաքականապես չլինի, հաջորդ օրը նույն դաշտակից դես, նույն Իրանի հետ, եթե ճիշտ պահես քեզ։ Նիկոլի գիծը չտա։ Բայց եթե Նիկոլին հանում ես, հա։ Պետք է Նիկոլի գիծը տանես էլ ուրս Կարող Նիկոլին հանում է, նա Նիկոլին ման մեկը գալիս է։ մոռացեք դες, մոռացեք դες։ Մոռացի չէ ոչ։ Չէ։ Ես Եսօնա Նիկոլ մեղավորների ոչ թե մեղավոր Նիկոլի դեմ հելացների մեծ մասը Նիկոլա բերել։ Ու այսօր որ ես նայում եմ, ասում Նիկոլն են։ Այսինքն դրանք որ դան իշխանության, ինչ գիտեք, ես ասում եմ ոչ մի տարբերակ չէ։ Դրա համար նախ դու քո արժեքը պետք է իմանաս։ Բայց կակաս դեր արժեքը այն է որ մենք 90-ից մինչև 2000 թիվը Ռուսաստանը փրկեցինք, Ռուսաստանը կործանումից փրկել է Հայաստանը, մեկ էլ Տաջիկստանը, հիշի։ Այս երկու տեղերն էին, որ Յակարի նման գցեց իր նավը, կանգնած մնաց։ Եթե մեկ էլ վրացիների, ադրբեջանների նման չեչեններին այդ Ուսային Կովկասի մուսուլմաններին բանանեինք, ոգևորեինք, զենք տայինք եւ այլը, ում էին վնաս տալի։ Հա, ում էին վնաս տալի զենքը կործանվելու է։ Զենք է, բայց կոտորում է։ Պարոն Իսագյան, ես մարդկային իհարկե կյանքերը այդ որ մահերին դեմ եմ սպանություններին, բայց այդ որ կոտորում, ասենք, հիմա որ Ադրբեջանը հետմա Ռուսաստանի դեմ, ի՞նչ է կատարվելու։
Это ռուսի սրդովա։ Հեսա կոտորելա։ Ռուսաստանի ներսում լավ եք ասում, թուրքալեզները շատանում են։ Ռուսը քչանում է։ Դրանց դենը ոնց դի առնեն։ Ստեղ որ գնա, վերցես գնա 20-30-50 տարի հետո բան թուրքիզմը կիրականանա ավտոմատ։ Բա ռուսը դրանց դենը ոնց առնի։ Այդ ադրբեջանցի Ինչն է պահում Ռուսաստանին, այս Հայաստանը։ Այ դա որ հասկանաք, որ Հայաստան չկա, Չինաստանից մինչև Խաղաղ օվկիանոսով, մինչև Կոնստանտինոպոլիս թուրքական յաթաղան է մտնում, եւ Պարսկաստանն է կիսվում, եւ Չինաստանն է կիսվում, եւ Ռուսաստանն է տրովում։ Այդ իրեքին պահում է այս փոքր Հայաստանը։ Այս հայերը դեռ չեն գիտակցել, որ իրենք աշխարհաքաղաքական բաներում ինչ նշանակություն ունեն։ Որ դա է, որ այդ աշխարհը չի միանում իրար։ Բա միջանց, այսքան կռիվ ինչի համար է։ Այ մենք մեր գինը չգիտենք դրա համար էլ, մենք մեր գինը չիմանալով, Մակրոնի նման պիդոֆիլյանների զոհ գնալով, երկիրը ծախում ենք։ Ուզում ենք մեղադրել սրան կամ նրան։ Ոչ, այն օրը որ Նիկոլը չլինի այլևս, նույնիսկ կրկնում, ոչ թե ֆիզիկապես, այլ քաղաքականապես մեռնի, վերանա քաղաքականապես, գնա այնտեղ որտեղ արժանի է որ ինքը լինի, դա Նուվարաշենն է, հասկանում ես, այդ օրվանից հետո Հայաստանում միանգամից իրավիճակը փոխվում է, Արցախում էլ է միանգամից իրավիճակը փոխվում։ Դուք շատ բարձ բաներ չեք ճիշտ ղեկավար, պարոն Իսագուլյան։ Եթե կա ճիշտ ղեկավար։ Մի ասեք ճիշտ ղեկավար։ Հենց ասում եք ճիշտ ղեկավար։ Այս ինչի արդյունքն է այս ամենը։ Հենց ասում եք Նիկոլ Փաշինյանի ղեկավար, ղեկավարի չափանիշները ով է սահմանել։ Իրա գործունեությամբ սահմանվում է, որտի ճիշտ պահես քեզ։ Հիմա ճիշտ ղեկավար, ասես ճիշտ ղեկավար։ Հիմա ով է ճիշտ ղեկավար։ Օրինակ մեր 30 տարվա իշխանությունները ճիշտ ղեկավարներ էին, բոլորն էլ։ Այս հարցով իրար հետ չվիճենք, որպեսզի Նիկոլի ջրաղացին դուր չլցնեն, բայց այնտեղ ես այնքան ասելիք ունեմ։ Ես էլ ունեմ ասելիք, բայց դա չունի գլոբալ վերծրած երեք նախագծեր մանուկ չես տեսնում։ Ես ունեցա մանուկները տեսել եմ շատ մանուկ տեսել եմ, բայց ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ ասեմ, Քոչանի օրոք են եղել մանուկներ, որ այդ որ համաձայն չեմ եղել, համաձայն չեմ ուղղակի, բայց այդ մանուկները պետության, օրինակ ասեմ ինչ մանուկ, օրինակ ասենք պետությանը չեն կապել դրանք, ընդհանուր Քոչարանն էլ եղել ուժեղ ղեկավար, հաղթած ղեկավար, բայց մանուկներ եղել են կարող եմ ասեմ, օրինակ որ Վանո Սիրադեղյանին վրեն այդ գործեր հարուցեցին, դա չեմ ընդունել, օրինակ որ Գրետա Մայրիկին չընդունեց, դա չեմ ընդունել, օրինակ որ իր օրով Վազգեն Սարգսյանը աղբերը նստեց, դա չեմ ընդունել, բայց դրանից պետությունը չի թույլացել, դրանից ընդհանուր ես բաներ եղել եմ, որ այդ ինչ սրբով չի, այն ժամանակ էլ եմ ասել, որ ճիշտ չեմ համարում, ոչ թե մենակ սրբով չէ, ես ճիշտ չեմ համարել դա, ես ճիշտ չեմ համարել, որ Վանո Սիրադեղյանին սարքեցին քաղաքության նոխազ, որ Վանո Սիրադեղյանը այս պետության հիմնադիրներից մեկն էր, համար մեկ, այդ Վանոն էր մենակ մարդ սպանել, ոչ մեկ չէին սպանել, հասկանալ, քանի պետության, այո, սպանել են, բոլորն էլ սպանել են, պետություն են կառուցել, կամ ասենք Վազգեն Սարգսյանի աղբերը, որ նստացվեցին, այ դա ճիշտ չեմ համարում, կամ Գրետա Մայրիկը, որ գնաց Ռոբերտ Քոչյանը չընդունեց, դա ճիշտ չեմ համարում, բայց դրանից պետությունը չի թույլացել, որ ասեմ, այ այս բանը Քոչյանը արեց, պետությունը թույլատավ, չէ, ընդհանուր որպես պետության ղեկավար ինքն էլ եղել ուժեղ ղեկավար, իրեքն եղել են ուժեղ ղեկավար, բայց սեյֆ մանուկներ են եղել, պարոն Սարգսյան, որը որ պետության ընդհանուր ուժեղության վրա չի ազդել, որովհետև որ ես համաձայն եմ, չի ազդել, ոնց էլ է որ 18 թվականին Նիկոլի հետևից այդքան մարդ գնաց, որովհետև դրսից աշխատին, մանուկ աղամներին թույլ տալը, մարդու հազարանոց բանասին եկել ոնց, պարոն Սարգսյան, մենք կարանք մեկ ուսանայինք։ Ինչը։ Էդի ժողովրդավարության արդյունքն է այդ ամենը։ Պետք չէ ասում։ Բայց Եվրոպայի պահանջն է, չէ՞ որ պետք է ով է քեզ ասել։ Այդ չա մի րոպե, բա որ չանես, բա պարոն Եվրոպայից ինչքան օգուտներ էինք մենք բերում։ Ինչ օգուտ ես բերում։ Օգուտ չենք բերում։ Հենց դեպի Ղարաբաղի հարցով որ այդքան 7 շրջանը վերցրել էին թշնամու օկուպանտ մեզ չէին համարում։ Օրինակ, ես այն բան հələ մանրումները չեմ ասում, դե վարկեր, մարկեր չգնեմ չէ, կամ որ ասենք այդ եւ էլ այդ սեպային ասում ինչ են ասում։ Այդ մեր ման ինչի է ժողովրդավարության համար։ Եվրոպան մեզ ինչ էր ասում, ասում է պետք է ժողովրդավարություն լինի քո երկրում։
Ինքը այդ է ուզում, մեզ էլ մեր ուզածներն էր տալի։ Մենք չէինք կարող պարսիկի նման մեկուսանայինք, ասենք դուք մեզ պետք չէ մեկուսանաք, դες մեզ կհոշոտեին մեր ճշնամի հարևանները։ Այսինքն Եվրոպայի պահանջը, ուսեպտի ժողովրդավարություն։ Այդ ժամանակը Ռուսաստանն էր դեպի Եվրոպա։ Ոչ մեկն էլ դեպի Եվրոպա չի գնացել։ Ոչ մեկն էլ դեպի Եվրոպա չի գնացել։ Եկեք դες բաներ չասեն։ Ամեն պետություն ինքը իր, եթե ներքին քո քաղաքականությունը նենց է, որ դու եւ ժողովրդավար ես, եւ ամեն ինչը տեղը տեղին է, բայց արգելի, դա չէ լավ ժողովրդավար։ Ո՞վ է քեզ ասել։ Հիմա որ Ռուսաստանի Հովայի վկաներին արգելեց, ժողովրդավար չի։ Չէ, ժողովրդավար չի Ռուսաստանը, բայց ես ճիշտ եմ համարում։ Իսրայելում էլ դեռ գրաբարած ինչ-որ բան անեց։ Չէ։ Դեր հետ կան, բայց ով ասում որ դե ժողովրդավար են։ Ժողովրդավարները ճիշտ են։ Չէ, տեսեք, պարոն Սարգսյան, Ռուսաստանի պարագայում ինքը ժողովրդավարը Ռուսաստանը ինքը կործանի։ Ինքը ճիշտ անում որ տենց հանդեպ ինքը հզոր պետք է կարա թքի աշխարհի վրա, բայց մենք չենք կարա թքենք աշխարհի վրա, մենք խաղալով աշխարհից օգուտներ քաղենք, մենք այդ հզորությունը չունենք, որ աշխարհին ասենք դավայեղին կանոնները հեսա, այդ հետկակաց Նիկոլ եկավ ասեց, սենց պետք է վсё, աշխարհը մեզ պարզ։ Նիկոլը ժողովրդավար է։ Նիկոլը չէ։ Չարոց է Եվրոպան հանդուրժում։ Հիմա գիտեք խի հանդուրժում, որտեղ հնի Եվրոպան էլ ժողովրդավար չի։ Հիմա ամեն մեկը իր շահերով է։ Իր շահերը ժողովրդավարից բարձր են, պարոն Սարգսյան, որտեղ արդեն շահերի հարց կա։ Ուրեմն Եվրոպան երբեք ժողովրդավար չի եղել, երբեք։ Եվրոպայում եղել են ամենավայրի բարքերը, ամենահորի բարքերը, երբեք Եվրոպան ժողովրդավար չի եղել։ Ու Եվրոպա ոչ մի երկրի երբեք ժողովրդավար չի դարձրել։ Բոլոր ժողովրդավարական պետությունները Եվրոպան կործանել է տվել։ Ես որ ախր մենք դեպքերին ճիշտ նայենք։ Այդ որ ասում եք Եվրոպան, եւ որ դու Եվրոպայից այդ այսպես կոչված շմոնները չստանայի չէր գոյատևելու։ Շմոնը Եվրոպան քո ամբողջ ոսկի բանը սա հանքերը թալանում տանում էր։ Պարոն Սարգսյան, եթե այդ ժամանակ մենք Եվրոպային դեմ դուրս գայինք, ո՞նց է ասում մեկին դեմ դուրս։ Բայց եթե ինքը ասում է աղանդը օրինակնա պինի, օրինակ։ Ես ասում եմ Նիկոլը պինեսա։ Որ բռնես Նիկոլին նստես կամ սպանում ես, ասա Եվրոպան քեզ ինքը դերես է քեզ բաժաններին նստում են հիմա Եվրոպան ձեն է անում։ Որտեղ հիմա Եվրոպան ժողովրդավար չի։ Չէ, Եվրոպան շահից է շահից է բխում, չէ՞ որ քո մոտ աղանդ լինի։ Հա, Դենակ ես ասում ես պատերազմի մեջ է մի րոպե։ Պատերազմի մեջ է։ Հա, պատերազմի մեջ է Մախտեջան։ Ես դու բանակ ունեն համա, քո Երևանի վկան ասում է բանակ մի գնա, զենք մի վերցրա։ Հա, պարոն Իսագուլյան, բայց այդ եմ ասում եմ իրանց Ոչ ու ոչ։ Հիմա հանի որ Եվրոպայի շահերից չբախի։ Այսի առանց եթերի ես քեզ կբացատրեմ։ Այդ շատ եք վիճու առանց եթերի։ Չէ, որ դու հասկանաս թե ինչ է նշանակում Եվրոպայի ժողովրդավարությունը եւ ինչու է շատ դեպքերում տուրք տալի դրա։ Որտեղ իրանք ուզում են դառնալ ժողովրդավար։ Այդ ցավոք սրտի ուրիշ բան է։ Պարոն Սարգսյան, ոչ թե մեր խնդիրը եղել է ժողովրդավարելն է, ժողովրդավարը քանդում է պետությունը, վնաս է։ Մեր խնդիրը եղել է աշխարհի հետ համագործակցելը, որտեղ մի րոպե գոյություններ արևմուտք, հզոր, չէ, Եվրոպա, Ամերիկա, մեկ է Ռուսաստան, չէ։ Մենք պետք է երկուսի հետ ճիշտ խաղայինք, որ երկուսի սրբով, երկուսի պրոտիվետներ մենք պատժեին մեզ իրան։ Չինաստանում ժողովրդավարություն։ Չինաստանը ուժեղ երկիր է, մենք թույլ մենք պետք է նրանց հետ համաձայնացնել 30 տարի առաջ Չինաստանը հեչել ուժեղ չէր։ Ժողովրդավարական երկիր էր։ Ամբողջ Ամերիկայի տնտեսություն, Եվրոպայի տնտեսություն, ինչքան բանկար ընդեղ էին տանում Չինաստան։ Հա, Ամերիկայի սրտով էր շարժ, ես չեմ ասում ժողովրդավար չէ, բացարձակ Ամերիկայի սրտով չէ, որովհետև ապուշ էր։ Մտածում էր թե չինացիները սաղկակները պիտի պլան քաշեն, ճիշտ է, հետո նրանք դե համի իր համար մեկ ճշնամին ես ասնեմ ոչ թե Չինաստանում, որ հանկարծ համար մեկ բարեկամից դարա եւա ժողովրդավար էր, հիմա ժողովրդավար, որտեղ հիմա արդեն մրցակից է։ Հիմա Չինաստանը ավելի ժողովրդավար է, քան այն ժամանակ։ Հա, բայց այդ ժամանակ դրա համար մի պայմանավորվեք, որ քեզ ասում են պետք է ժողովրդավար չլես, փող չեք տա։ Այդ ժամանակ տենց է բռնապետական էլ ես, Զելենսկին ժողովրդավար էր, իրանց մարդներ։ Եվ դրանով մի ասա ժողովրդավար։ Անար, ես տես ինչ եմ ասում, Իսագուլյան ջան, ես ասում եմ, ոչ թե Եվրոպա, ոչ թե մենք ընտրել ենք ժողովրդավարական այդ ենք ուզել,
մենք ընտրել ենք մեզ գիզ, որ համ Եվրոպայի սրտով լինի, համ Ռուսաստանը Եվրոպան ասում էր էս, այդտեղ էինք անում, ցույց ենք տալի փռանում ենք։ Ցույց ենք ասել օրինակ Հարցը վայելեցի։ Հա, բայց ուրիշ ձեր չանել այդ 30 տարին էլ չէիր վայելի։ Իսակ Միլյան ջան, բա ցավը տանեն, բա որ կարացել ես վայելես, մեկ այդտեղ ենք անում ստեղից են հակառակներ ենք անում ախր։ Այո, թեմաների մեջ չկա։ Այդ չէ մենք շատ ենք թեմաներով միասին դզարուցեն, որտեղ միասին ուրիշ է, որ եթե ուրիշ չէ։ Բայց ոչ է գրկնում։ Ամբողջ խնդիրները որ Նիկոլենք իրանց այս ծրագրի խափանումը, իրանց հայրենիքի ծախելու այս ծրագիրը իրականացնելու համար, եւ որպեսզի բոլորին կալանավորեն, օրակարգ են բերել մի բան, առաջ սա բերեցին, հետո սա բերեցին, հետո ես եկան հիմա իդ հարձակվել են եկեղեցու վրա եւ ասում են, որ եկեղեցին ուրեմն տերորիստական կազմակերպություն է պիտի, որտեղ ամբողջ աշխարհում միշտ հարց է դրվել եւ դա ողջունում է քո ժողովրդավարական Ֆրանսիա։ Բա հենց էտա վատել, ես հենց էտ եմ ասում։ Որտեղ դա երբեք Ֆրանսիա ժողովրդավար չի եղել, հա։ Ժամանակը որ եղել է, այդ ժամանակ չի եղել։ Չի եղել մի ժամանակ, որ Ֆրանսիան ունի ժողովրդավար մոռացի դավոճան։ Ես չգիտեմ ու ժողովրդավարության տակ հասկանում ես, որ կանայք ազատ ում տակ ուզում պարկում են դա։ Եթե դա է հավաք ժողովրդավար, դա ժողովրդավարություն չի։ Ֆրանսիան երբեք ժողովրդավար չի եղել, ոչ մի, նույնիսկ մի ժամ ժողովրդավար չի եղել։ Մի սպանելով, առաջ հարաբերություն, երկրորդ հարաբերություն, սաղ մեկը մյուսին մորթելով, գալիս էին իշխանության, մորթելով։ Դրա համար էլ պատերազմ Գերմանիայի 5 րոպե էլ չդիմացան։ Դրանց հետո երբեք որ Դգոլի ժամանակ, ոչ մյուսի ժամանակ, ոչ Շիրակի ժամանակ երբեք ժողովրդավար չեն եղել։ Երբեք Ֆրանսիան ժողովրդավարական չի եղել։ Ավոր երկիրներ Ոչ մեկը չի եղել։ Մոռացեք այդ ժողովրդավարության հեքիաթը։ Ամենաժողովրդավարը եղել է Խորհրդային Միությունը, ամենաժողովրդավարականը։ Ամենա։ Իսկ Ստալինի օրոք ավելի ժողովրդավար է եղել, կամ ցանկալ հիմա էլ Հայաստանից է աշխարհում ժողովրդավարությունը տարածվել, հիմա մենք առաջվա վայրի ցեղերից մի ժողովրդավարություն բերենք Հայաստան։ Դրա համար մի այդպես մեկ էլ Թեմելյանին դատելուց մի քիչ երևի ժողովրդավար են եղել։ Հասկացել են, որ Ցեղասպանին չի կարելի սաղ թողնել։ Հիմա ամբողջ խնդիր, բայց տեսեք, այս Եվրոպայի բան ծրագիրն է, որ Նիկոլենք այսպես եկեղեցին ոնց է ուզում ճնշել։ Իբրև եկեղեցին ուզեցել է հեղաշրջում անել։ Ասում ոնց եմ կրկնել, բերեցի կոնկրետ օրինակ, որ տեղի ունեցել Խորհրդային Միության ժամանակ, մարդիկ խոսում են, արա սա Հայաստանը այսօր այո խոսում է Նիկոլիին, ինչի չեք սատկացնում այդ թեմայով։ Հիմա դե գնացեք սա ժողովրդին կալանավորեք։ Դա համար Նիկոլ Փաշինյան, ոնց ուզում ես վաղվանից են Պիրիմիրյան, Բադիմոյը, բանը, հասկացի մի բան, դու ինքդ տանում ես նրա, որ այլ ելք չլինի բացի այն ինչից վախենում ես։ Դու ինքդ ես տանում դրան։ Սամվել Կարապետյանին կալանավորելով, Բագրատ Սրբազանին կալանավորելով, Աչապանյան Սրբազանին Միքայել Սրբազանին կալանավորելով, եկեղեցու վրա հարձակվելով, դու տանում ես մի վիճակի, որ ինչ-որ մեկը կորոշի, որ քեզանից ազատվելու այլ ճանապարհ չկա։ Դու ինքդ ես դրան տանում, ոչ մեկը պետական հեղաշրջում, տերոր Հայաստանում չի ուզում անել։ Քեզ ասում են, ընկեր, դու ծրագիր ունես, քո սուրբ գիրքը, քո ավետարանը այս ծրագիրն է։ Դու այդտեղ ինչ գրել ես, որ պիտի անես, արել ես ճիշտ հակառակը։ Դու պիտի հեռանաս։ Եվ եկեղեցու սուրբ գրքերի հետ դու իրավունք չունես առնչվելու։ Հեսա նայեցի այդ իմ դասընկերը ինչ-որ մեկին հարցազրույց է տվել, անազգանունը չեմ ուզում տամ, որտեղ ասենք ես ցավ եմ ապրում, որ այդ մարդին տունն է հաց կերել, ես իրա տունն եմ հաց կերել եւ հիմա եմ բարձել, որ ինքը թուրքից թուրք է։ Հասկանում եք, ցավ է, բայց փաստ է։ Իմ դասանում տենց 7 թափ թուրք է եղել, ասենք, որոնք չեն բացել։ Հիմա դու ինձ ես անում, որ մարդիկ որոշեն, որ այլևս ուրիշ ելք չկա քեզանից ազատվելու։ Դու դրան ես տանում։ Եվ այդ ժամանակ կլինի մեկը, որ այլևս ոչ մեկի հետ չի խոսա, ոչ մեկի հետ չի կիսվի, հետո իրա գործը կանի, մի տար դրան, դու ես տանում։ Մեղք ես, իսկապես մեղք ես։ Բաղվանից ես կսկսեմ այս 5 օրը, որ ասում ես Վադինոյը Պիրիմիր է, քեզ բացատրել,
կյանքի իմաստը որն է։ Եվ տեսեք, ես շատ բաներում Դավիթի հետ համաձայն չեմ, շատ բաներում, երևի մեր մտածողության 99%-ը տարբեր է, ճիշտ է, 1%-ը որ բաներ համընկնում է։ Ես ուրիշ չափորոշիչներով եմ ամեն։ Բայց դե 1%-ով էլ ախպեր ենք։ Հա, բնականաբար է, ես բան չեմ ասում։ 1%-ը ամենակարևորը էլի։ Ճիշտ է։ Բայց այ, տեսեք, ես ամենաուժեղ քննադատն եմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի։ Ծառերից տեսեք ինքը ոնց է բանը հարթեց։ Ոնց ասեց Գարիկ ջան, լավ է կոչը որ արեցիր Վանաձորում, որ ծառները ժողովուրդը ծառեր ուժեղ ասե, բայց շատ ուժեղ ասե։ Քոչարյանը իր բնավորության բարդություններով հանդես բան մարդը երկիրը նորմալ ղեկավարում է։ Սերժ Սարգսյան, ես ասել եմ որ Սերժ Սարգսյանը դες դավոլ ուրիշ ձևով է դա ասում։ Քայլել է ածելու ծայրով։ Համ Եվրոպայի հետ է կարող ածել ազուկ։ Հզոր է, հզոր իրոք։ Ռուսաստանի կամ բանի։ Հիմա մարդը կարողացել է, որում ասեմ են բոլոր բացական բաները որ ասում ենք, Սերժի ժամանակ չէ էլ է, տաղանդներ, մաղանդներ, դրանց վերաբերել ես զեկուցագրեր ունեմ գրած նախագահներին։ Ժամանակին հրապարակ եմ, երբ որ գրում էի, թե դրանք ինչ վտանգ են դառնալու Հայաստանի ապագայի համար։ Իսկ այդ մարդիկ կարողացել են իրենց շրջանը հրաշալի օգտագործել։ Դու եկար կներես բարես համար քաքեցիր ամեն ինչի մեջ։ Հայտարարեցիր Արցախ Հայաստանը ու վերջ տվեցիր Ադրբեջանին, հայտարարեցիր ասել, ինչ հայտարարել ես ճիշտ հակառակը արել ես։ Հիմա դու ով ես, ուզում եմ հասկանամ, էլի ով ես դու։ Դու թայլատն ես։ Ազգակործան պատու ասես, Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասել, ազատվելու, երկիրը փրկելու համար մտածողները դառնում են տերորիստ։ Մարդիկ ովքեր որովհետև տեսնում են որ ուզում է երկիրը ազատագրի, գրավել ես օրենսդիր իշխանությունը, դատական իշխանությունը, գրավել ես գործադիր իշխանությունը, գրավել ես բոլոր իրավապահ համակարգը, սա գրավել ես, տերորիզմ ենթարկում ամեն ինչը։ Մարդը իր տարածքում իր նկարը կպցրած է, արա, ինչ հրամայում ես նրանք էլ ոչ խարի նման գնում հրամանը կատարում են։ Հիմա ինչ անենք։ Դրա համար Նիկոլ դու տանում ես մի վիճակի, որտեղ հասկացի մարդիկ ինչ որտեղ է նստած, արդեն ուրիշ կերպ են մոտենում այս հարցին։ Եվ դա քո համար շատ ծանր հետևանք կունենա։ Հավատա որ ես ազնվորեն եմ սա ասում եւ չեմ ուզում որ տենց լինի, բայց դու դրան ես տանում։ Դրա համար վերջ տուր, բաց թողտես միակ մարդն է ու ժամանակ բան այս ամնիստիա, համաներում, հա Համաներում չի եղել։ Դու որպես ես քաքերից բրծնես, մետ արա նախաձեռնեք դա, այս բոլոր քաղաքական գործերը ջրեք գնա, ծանր հետևանք են ունենալու, Նիկոլ, քո համար էլ Չկա մի հատ քաղաքական գործիչ կներեք պարոն Սարգսյան, որ գործ չլի վրան հարուցել։ Չէ, հարուցել, բայց ինքը չի հասկանում, որ դրանով իրան կողում է անկյուն, որտեղ հաստատ ինչ-որ մեկի նշանառուն ուղղված է լինելու իր ճակատը։ Այսօր մեր ազգի մեծամասնության բանը ուղղված է իրան։ Դե ասել ժողովուրդը ինչ է խոսում, թող իր սպեցուժ բաներին հանձնարարի, տենա ժողովուրդի մասը ինչ է խոսում։ Ասել սաղասներ մեկը չկա սրան խփի։ Էդ են ասում, պարոն Իսագուլյան։ Դե հիմա իրանք էլ դրա գործեր են հարուցում։ Ես սաղ ազգի վրա գործ կհարուցեն։ Սաղ ազգի է ասում։ Անենց քեզ պահի որ էդի չասի ազգը։ Ես էլ դուք էլ եք ասում, ես էլ եմ էդ ասում։ Անենց պահի քեզ, անենց քաղաքականություն տար որ ազգը քո մաչ ուզի։ 3000 թուրք ես ուզում բերես լցնես թե որ ասեց Հայաստանը ծով վեկալ ես տաս։ Դուք հասկանում եք էդ ինչա։ Բա ո՞նց կո մաչ ուզեն։ 3000 թուրքի որ բերես լցես թե, վաղը չեմ ուսորս թե այստե իրար փրկելու եք մեկ։ Հեչ ոչ չէ, հեչ ոչ չէ։ Եթե նույնիսկ հիմա խաղաղել ապրենք այս պահին, մի քանի տարի դու էլի բանալելու ազգամիջան սկսել եք իրար փոր թափել։ Դու քեզ բերին թուրքին լցնում ստե մեր թշնամի թուրքին։ Это ведь կտրուր բնին կազի ոչ մի թուրք ստե չպիտի մտնի, ոչ մի հայ էլ Բաքու թող չգնա։ Հարց չկա, դուք էլ մեզ լից եք քշե։ Արցախն էլ առանձին թեմա է։ Այսպես պետք է կտանի։ 3000 թուրք պատկասում եք բերի լցից թե ինչ անելու։ Բա մարդը կո մաչ ուզ է։ Դե հիմա դրա համար ասում եմ որ ինքը իրան տուպիկ է մտցնում, որը շատ վտանգավոր երևույթ է։ Դե ինքն է անում էլի, եթե մասը բանսաբլը իր քաղաքականությունով ինքը նեցավ որ մարդիկ իր մահնեդում սաղազն է էտի ասում։ Լավ, մի մարդ է կելի կփորձի կան, մի մարդ է կուզի կազմակերպի, բայց սաղազգ էտի ուզում է, չէ։
Չէ, սաղ ազգը չէ։ Մեծ մասը, զոմբիներն իր, հա, ով որ իր այդ պաշտոնն ես ունի, հա, դրանք հասկացանք, անձնական շահ կասնանք, բայց այն մնացածը սաղ իր մահն են ուզում, սաղ։ Դե հանձնարար իր սպեցդուժբաներին, թե իրան ցույց տան ինչքան մարդը իր մահը ուզում։ Ախր ամբողջ խնդիրներն է Դավիթ 4-ից 1-ն է, չէ՞ դավաճան համարում իրան։ Այդ սոցհարցումները 4-ից թե 3-ից 1-ը, որ համարում է դավաճան։ Այդ իր սպեց սլուժբեկ չեն է, դա պետության սպեց։ Այն է որ Նիկոլը պետությունն ու իրան խառնել է իրար, որ ինքն է պետությունը։ Ինքը պետությունը չի։ Ինքը ծառայող է, շարքային ծառայող։ 3 միլիոնա տեն շարքային ծառայող կա։ Բանկա ասել ուրիշ։ Չէ, եթե դերս մեկ անգամ սրտան շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Արցախի հերոս Սերժ Ազատի Սպարապետ Սերժ Սարգսյանին, այո, Սերժ Սարգսյանը սպարապետա, ծննդյան կապակցությամբ Աստված երկար ու առողջ կյանք տա, առողջ, որպեսզի մենք մեր առջև ծառացած բոլոր խնդիրների կարողանանք, որպեսզի վերականգնենք այն ինչը որ քանդեցին սրանք։ Վերականգնենք այդ ամեն ինչը։ Դե, բան չունենք ասելու։ Չէ, всё։ Մնաք բարյալ վաղվանից ու հուլիսի 1-ից, քանի որ հայտարարվել է ջրային համերաշխություն, խաղաղություն, հա, 5 օր, տեսնենք թե մեր իշխանությունները այդ 5 օրը ոնց կպահեն, գուցե Նիկոլա իմ խորհուրդը կատարի, որ գնա այս 5 օրվա մեջ ամնիստիա արա, այս բոլոր քաղաքական վեճերը մի կողմ թող, դու կտեսնես, որ դրանից հետո քո վիճակը ինչքան կթեթևանա։ Իհարկե դու ներում չունես քաղաքական իմաստով էլի, հանդում եմ ուրիշ կերպ չեն կալեք, ներում չունես, բայց հասկացի դու այդ թշնամանքը, որ ինքդ ես քո դեմ առաջացել, դրանով եթե հույս ունես այս մթնոլորտը ձևավորելով փրկվելու ես, ընդհակառակ ես որպես փորձառու, շատ փորձառու այդ համակարգի հետ բավականին լուրջ այդ խնդիրներով ժամանակին աշխատած մարդ, ասում եմ հետևյալը, դու ինքդ ստիպում ես, որ դու դառնաս նշանառության տակ։ Որպեսզի դուրս գաս այդ վիճակից, հարկավոր է իրավիճակը լիցքաթափել եւ այս բոլոր անիմաստ գրողները տարբեր ուղղություններով վերջացնել եւ եթե մի քիչ էլ խելք ունենան քո թիմի անդամները շատ արագ համաներումով այս բոլոր արհեստական գործերը, քաղաքական գործերը կվերացնեն ու երկիրը կբերեն գոնե առայժմս որոշակի խաղաղ վիճակի, եթե դու իսկապես ջրային այդ Վլադիմիր Պիրիմիրիևս համերաշխություն ես ուզում։ Ես որ մնաք բարյալ կհանդիպենք